Աստղաբաններն ու նումերոլոգները շարլատան են, իսկ էզոտերիկան խաբեություն է։ Հաճախ եմ լսում նման կարծիքներ տարբեր մարդկանցից, ովքեր պարզապես չեն հավատում էզոտերիկային։ Եվ ամենատարածված փաստարկը նրանց կողմից այն է, որ նույն օրը ծնված մարդիկ չեն ունենում նույն բնավորությունը կամ կյանքի նույն ճակատագիրը։ Եկեք հասկանանք ինչպես է լինում դա։ Այո, նույն օրը ծնված մարդիկ ունեն նույն կյանքի մատրիցաները, սակայն նրանք կարող են ունենալ լրիվ տարբեր բնավորության գծեր եւ տարբեր կյանքի զարգացումներ, որովհետեւ մարդիկ ծնվում են տարբեր ընտանիքներում, ստանում են տարբեր դաստիարակություններ, ձևավորում են տարբեր աշխարհայացքներ եւ ապրում են տարբեր մշակույթներում։ Վերցնենք իմ շատ սիրելի 9 թվանշանը ճգնավորի էներգիան։ Շատ մարդիկ, ովքեր ծնվել են 9 թվանշանի ներքո, հետաքրքրվում են էզոտերիկայով, դառնում են լավ հոգեբաններ, էզոտերիկներ, փիլիսոփաներ, ուսուցիչներ եւ միևնույն ժամանակ կան 9 թվանշանի ներքո ծնված մարդիկ, ովքեր ամբողջ կյանք անցկացրել են աղքատության մեջ, հանցագործ են եղել կամ պարզապես փակվել են հոգեբուժարանում որոշակի հոգեկան խանգարումների պատճառով։ Բոլոր սցենարներն էլ նույն 9 թվանշանի տարբեր դրսևորումներն էին։ Իսկ թե ինչպես է դրսևորում այն հենց տվյալ մարդու կյանքում, դա կարող է հասկանալ միայն էզոտերիկ մասնագետը, որովհետև էզոտերիկայում տեսական գիտելիքից բացի նաև շատ կարևոր է մասնագետի զգայական, ինտուիտիվ հատկությունները։ Եթե համակարծիք ես ինձ հետ, հավանիր այս ռիլը։ Եթե ոչ, մեկնաբանություններում գրիր քո կարծիքը, որովհետև շատ հետաքրքիր է այն կարդալ։